Հիմա Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ ադրբեջանցիները գրավում են հայկական շուկան։ Դու պատկերացնում ես, ասենց դեգեներատիզմ անհնար է պատկերացնել։ Այս մարդը գնալու ընտրի եվրոպացիներին, որ ոչ մոր կողմից են բարեկամ, ոչ հոր։ Քանի դեռ այս իշխանությունը կամ ավազակախումբը, թալանչիա խումբը մտնում է մարդկանց գրպանը, հնարավոր չի, որ մարդը լավ ապրի։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, ես չեմ ավելացնում 10,000 դրամով թոշակները, իրանք չգիտեմ ոնց ճիշտ ծախսեն։ Կարող է 3 ձու չառնեն, 4 ձու առնեն, այդ սխալ է լինի։ Դու չես զգացել, որ իր թիմի ներսում պայքարա գնում, թե ով է ավելի Նիկոլ։ Սարսափելի բան է, սարսափելի, այն որ ասում են, մենք Նիկոլից հետո կյանք չունենք։ Ուզում ես տասը դում։ Բժշկական պարտադիր ապահովագրությունը դա փաստացի նոր հարկատեսակ է մարդկանց համար։ Հանք հաճույքա բռնապետ պահել է, էլի։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակ։ Այսօր երկուշաբթի, ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս Պապաջանյանը այս տաղավարում փորձում ենք վերլուծել ամենակարևոր քաղաքական իրադարձությունները։ Իսկ այս շաբաթ ես կասեի, ոնց որ թե նոր տարին մի քիչ շուտ է եկել, որովհետեւ այնքան նվերներ են եղել այս շաբաթվա ընթացքում, որ քեզ ասելու չի։ Հետաքրքիր է, պատմեմ։ Ասա, իհարկե, նախ բարև ձեզ։ Բարև, այո։ Ուրեմն, անցյալ շաբաթ ես մի հատ գրառում էի արել Facebook-ում, որ մեզ երրորդ կամերան անհրաժեշտ տեսախցիկի պակաս ունենք ու այս հաղորդումը ավելի լիարժեք կնկարենք, եթե երրորդ տեսախցիկը լինի։ Իմ լավ ընկերներից մեկը, ով ցավոք սրտի չուզեց, որ իր անունը ես տամ եթերում, խոստացավ այդ հարցը լուծի եւ նոր տարուց հետո մենք արդեն երրորդ տեսախցիկը կունենանք, ասա որ Շատ լավ է։ Նախատոնական նվեր։ Բայց նվերները այդքանով չեն ավարտվել։ Անցյալ շաբաթ Տիրադավ եպիսկոպոսները փորձեցին կաթողիկոսի հրաժարականը պահանջել, ինձ թվում է շատ համարժեք պատասխան ստացան, էլի մեզ նվերեր որպես ընդդիմության, որպես եկեղեցու կողմնակիցների, եւ Կիրակի օրը Փաշինյանը գնաց Պետերբուրգ, կեղծ պատարակ չեղավ, հանգիստ խաղաղ Կիրակի են ունացել, ասա որ Ուզում եմ դրա հետ կապված մի բան ասեմ, իսկ հետաքրքիր չէր լինի, որ ինքը փորձեր Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցում կեղծ պատարականներ։ Շատ հետաքրքիր կլիներ, հեսա կվերադառնանք այդ մեկի, պասի թվարկումը ավարտեմ, բոլոր նվերները հրապարակենք, հետո բան անենք։ Եվ վերջապես այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահը հետ է կանչում ԱՄՆ-ի դեսպանին Հայաստանում, որովհետև նա Ջո Բայդենի վարչակազմի նշանակածն է եւ այդ քաղաքականության վեկտորը այլևս փոխվել է, այդպիսի կադրեր ինչպես նշանակել է Ջո Բայդենը, իրանք այլևս կարիք չունենք։ Ընդ որում տարածաշրջանում հետականչում մենակ մերին, այսինքն Վրաստանն ու Ադրբեջանը մնում են։ Շատ տարօրինակ բան, բայց ասա որ ուրախալի։ Ամենամեծ նվերը դա է, իրականում ամենամեծ նվերը դա է, որովհետեւ այս տիկին դեսպանը, Քևինը, չէ, կարծեմ, Queen-ը, տիկին Queen-ը, ինքը ներկայացնում էր իրոք նախորդ ռեժիմին, իսկ նախորդ ու ներկա ռեժիմների մեջ քաղաքականության մեջ կա հատկապես արտաքին քաղաքականության, չէ՞, նաև ներքին քաղաքականության մեջ, բայց արտաքին քաղաքականությունը Տրամպը վեկտորա փոխել, չէ՞, այլևս են իրանց այդ դեմոկրատիա սփռող քաղաքականությունը իրանք դադարեցնում են։ Ոչ միայն դեմոկրատիա սփռող քաղաքականությունը, այլ Տրամպը փորձում է Ռուսաստանին դիտել ոչ թե որպես թշնամի, այլ որպես գործընկեր, իսկ կոնկրետ դեսպան Քուինը Հայաստանի իշխանություններին սովորացնում էր, թե ինչպեսի հակառուսական քաղաքականություն պետք է վարել եւ շատերի կարծիքով Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը ինչ որ առումով ուղղորդվում էր նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից։ Ինչ որ չէ, շատ լիարժեք ու շատ խոր ուղղորդվում է։ Ես այնքան էլ վստահ, նայ Բարձր որ Եվրոմիության ներկայացուցիչներն էլ հետ չեն մնում Տիկին Քուինից, բայց այս պարագայում Տիկին Քուինի ազդեցությունը ավելի մեծ է։ Օրինակ նույն Facebook-ի այդ մոդերացիան, հա, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների էջերը դիտում չունեն, հատուկ իջեցված են իրենց դիտումները, սառը լսանին իրենց ընդհանրապես ցույց չեն տալիս, դա Տիկին Քուինի ու իր կառույցի ձեռքի գործն է, էլի։ Ճիշտ է, բայց արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը կթուլանա կամ կվերանա։ Իհարկե ոչ։
Ու ես կարամ ասեմ ինչի ոչ։ Ասա։ Որովհետև Նիկոլը երբեք ճիշտ ընտրություն չի անում։ Միշտ ընտրում է պարտվողին, թույլին, սխալին, երբեք ինքը ճիշտ։ Հիմա պատկերացնում ես, այսինքն լինելու է Տրամփ-Պուտին համագործակցությունը, չէ՞։ Պատկերացնում ես, չէ՞։ Այս տարածաշրջանում Տրամփը իր Տրամփի ուղով է ներկայանում, Պուտինը դե parza բան դարերով եկած իրենց քաղաքական հետաքրքրություններով է ներկայանում։ Այս մարդը գնալու ընտրի եվրոպացիներին, որ ոչ մոր կողմից են բարեկամ, ոչ հոր։ Բայց միթե մենք հենց դա էլ չենք ուզում, որ ինքը սխալ ուղի ընտրի եւ ի վերջո տապալվի։ Չէ, քանի որ ժամանակը շատ կարճ է, տես ես չի հասցնի։ Նա ես մինչև մեր բուն խոսակցությանը անցնելը, այսօր մի փոքր տնային առաջադրանք եմ կատարել, նկատի ունեմ, կարդացել եմ, ոչ միայն կարդացել եմ մեր հետևորդների գրառումները նախորդ հաղորդման տակ, այլ նաև ուզում եմ դրանցից մի քանիսին պատասխանել ու այն հարցերի Ավելին ասեմ, արտագրել ես, հետո բերել ես։ Որոշ մասը արտագրել եմ եւ հետս բերել եմ, այո։ Ու այդ պատասխանների մեջ ինչ որ իմաստով կանրադառնանք նաև այսօր տեղի ունեցող իրադարձություններին։ Հիմա մեր հետևորդներից մեկը գրում է, որ Նիկոլ Փաշինյանին այդքան անդրադառնալու փոխարեն ավելի ճիշտ կլինի, որպեսզի մենք խոսենք մարդկանց առօրյա խնդիրներից, թե ինչպես են օրինակ թոշակառուները իրանց թոշակով նոր տարի անելու, մարդը գրում է, որ թոշակառու կա, որ 3 ձվով աստիպված նոր տարի անելու, մարդիկ կան, որ սոված են ընդհանրապես։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, ես չեմ ավելացնում 10,000 դրամով թոշակները, իրանք չգիտեմ ոնց ճիշտ ծախսեն։ Կարող է 3 ձու չառնեն, 4 ձու առնեն, այդ սխալ է լինի։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ, որ քանի երկրի իշխանությունը չի փոխվել, քանի դեռ հարցը մենակ իշխանությունը չի, նաև այդ իշխանության կողմից վարվող քաղաքականությունը։ Քանի դեռ պետությունը, իշխանությունը, պետություն չասենք, իշխանությունը ասենք, քանի դեռ այս իշխանությունը կամ ավազակախումբը, թալանչիա խումբը մտնում է մարդկանց գրպանը, հնարավոր չի, որ մարդը լավ ապրի։ Հասկանում եք, մարդիկ նրանից չի, որ վատ են ապրում, որովհետև իրանք քիչ են աշխատել, այդ նույն թոշակառուն քիչ է աշխատել, կամ այդ մարդկան, այդ սոված մարդը ցանկություն չունի աշխատելու։ Կամ այդ բյուջեում փող չկա։ Իհարկե, խնդիրն այն է, որ իշխանությունը այդ գումարը օգտագործում է իր անձնական վայելքների, իր անձնական հարստացման հաշվի համար։ Հիմա կարաք ասեք, որ դե միշտ էլ տենց է եղել։ Հա, միշտ էլ տենց է եղել, որ դրա համար էլ միշտ էլ թոշակառուները վատ են ապրել։ Ու գնալով ավելի վատ են ապրում, որովհետև կյանքը թանկանում է, անընդհատ բանը արժեզրկում է տեղի ունենում, իսկ թոշակները չեն բարձրանում։ Այն ինչը որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե պարտադիր բժշկական ապահովագրություն, դա գիտես ինչ, որևէ Ինքեր բանից վերցնում է մյուսն է դնում, причем բանի պետական ապարատի, չէ, ասենք վերցնում է բանից, առողջապահության նախարարությունից տալիս է ինչ որ իրանց ստեղծած ինչ որ անհասկանալի կառույց։ Դա թոշակառուների կյանքը եւ ընդհանրապես հասարակության կյանքը ոչ մի բանով չի փոխելու։ Բժշկական պարտադիր ապահովագրությունը դա փաստացի նոր հարկատեսակ է մարդկանց համար։ Մարդկանցից նոր հարկ, նոր գումար պոկելու նոր միջոց է ընդամենը։ Իսկ որպեսզի ունեցել չի էլի որ առողջապահություն դրանից ավելի լավն է լինելու կամ այդ պատվերը չեն ասելու բրծավ։ Իհարկե, կամ մարդը գնալու է հիվանդանոց եւ 1000 ժամ հերթի մեջ չի կանգնելու կամ բժիշկ չի գտնելու, չէ՞, սա մնալու։ Ամփոփելով այս մի հարցը, ես արեք ասենք, որ ինձ թվում է մարդիկ մեր հետևորդների մեծամասնությունը համաձայն կլինեն մեր հետ, որ քանի դեռ իշխանությունը գողանում է հասարակությունից եւ այդ գումարը ծախսում է հարկերը ծախսում է ոչ թե հանրային շահերի սպասարկման համար, այլ օգտագործում է բացառապես իր հարստացման համար, կյանքը երբեք լավ չի լինելու եւ այդ թոշակառուները պետք է իրանք հասկանան, որ շարունակելու են մնալ այդ 3 ձվի կամ 4 ձվի հույսին։ Մի հատ բան ավելացնեմ, անցյալ շաբաթ մեզ հայտնի դարձավ, որ ազգային ժողովի բոլոր պատգամավորներին 3 միլիոնական դրամ են փոխանցել, ենթադրվում է նոր տարվա նվեր են արել, բան, այլ պատկերացնենք այդ գումարով ինչքան հարց կարելի է լուծել, էլի, դա անիմաստ ծախսած գումարով։ Դասի եղել է մի անգամ, որ թոշակառուները օրինակ մի թոշակ ավել ստանան։ Հա, էլի, կամ ասենք նոր տարվա համար մի 20000 դրամ ավել ստանան։ Չէ, մի թոշակ։ Կարային չէ, տենց մի բան անեին։ Իհարկե կարող էին, բայց ինչի անեն։
Բայց ինչի անեն։ Ինա ազգային ժողովի պատգամավորներն էլ տենց սոված էին, այդ 3 միլիոն դրամը իրանց կյանքում լուրջ հարցեր լուծելու, էլի պետք էր իրանց փոխանցել, որ այդ փողերով նոր տարի անեն։ Մեր հետևորդներից մեկը գրում է Ավետիսին լսելով մտածում եմ, որ ամեն ինչ կորած է։ Չէ, հակառակը։ Ավետիսին լսելով մտածում ես, որ ամեն ինչ դեռ արժևում է։ Չէ, ես հասկանում եմ մեր հետևորդը ինչ նկատի ունի, երբ որ ես ասում եմ, որ նախորդ հաղորդման ժամանակ ասում էի, որ բռնապետական երկրում հնարավոր չի ժողովրդավարական մեթոդներով իշխանություն փոխել, իհարկե դա տենց է։ Դրա հետ մեկտեղ մեր հետևորդներից մեկն էլ գրում է, որ Ավետիսը թող կողմնորոշվի, հաղորդման սկզբում ասում է, որ ժողովրդավարական ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, իսկ հաղորդման վերջում ասում է, որ եթե Հայաստանում իշխանություն փոխվի, ուրեմն Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ ընկալումը բոլորովին ուրիշ կլինի։ Իրականում սրա մեջ թվացial հակասություն կա, որ ասում եմ դե չի փոխվելու, հետո ասում ենք եթե փոխվի, բայց որն է հակասությունը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի բռնապետական իշխանությունը շահագրգռված է ալնելու, որ ինքը հələ 50 տարի, 100 տարի մնա իշխանության։ Ասենք Նիկոլ Փաշինյանը կուզենա, որ ինքը 50 տարի էլ հələ ապրի կամ 100 տարի ապրի ու 100 տարի կառավարի։ Թանել չէ փրթած մածուց տեղ են ասել։ Եվ ժողովրդավարական մեթոդով, այսինքն գնալ ընտրություն փոխելով, իհարկե իշխանությունը չի փոխվի։ Բայց նայեք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մենք մի քանի անգամ այս նույն տաղավարում ասել ենք, որ այլևս հիմնված չէ, եւ իրականում երբեք հիմնված չի եղել հանրային աջակցության վրա, ուղղակի 18, 20, 21 թվականներին հանրային աջակցությունը եղել է այտենց կողքից ոնց որ ասած օգնող գործոն կամ չխանգարող գործոն իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենված է եղել այն արտաքին ուժերի վրա, որոնք իրան բերել են։ Հիմա նայեք, նոր մենք խոսեցինք, այո, եւ դեսպոտ Քոյնի փոփոխությունը։ Մենք նոր խոսեցինք մի բանի մասին, որը ակնհայտ է։ Արտաքին աջակցությունը Նիկոլ Փաշինյանի համար փոխվում է։ Աշխարհում ուլտրագլոբալիստ բաները, ուժերը, այո, ֆաշիստական, ըստ էության ֆաշիստական, ինչի ֆաշիստական, որովհետև նրանք մերժում են բան չեն ընդունում։ Ոչ միայն ոչ մի ազգային բան չեն ընդունում։ Նրանք մերժում են ցանկացած այլակարծություն։ Դե այդ ուժերը պարտություն են կրում։ Եվ ոչ միայն Ամերիկայում են պարտություն կրում, այլ պարտություն են կրում Եվրոպայում։ Ասենք նույն Սլովակիայում, նույն Չեխիայում, Հունգարիայի մասին ընդհանրապես խոսք չկա։ Գերմանիայում այլընտրանք Գերմանիայի համար աճ կուսակցությունը բանա մի խոսքով բոլոր տեղեր իսկ դոմինանտ երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դոնալդ Տրամպի վարչակազմը դա բացարձակ մեծամասնություն այո եւ աճ պահպանողական կուսակցությունն է, որը մերժում է այդ ուլտրագլոբալիզմը, այսինքն Նիկոլ Փաշինյանի այդ արտաքին հենարանը ինքը կործանվում է։ Այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին պահում են Հայաստանում, օգնում են պահելու Կայա Ուրսուլա ֆոն դեր Լայնոտ, այդ ուժերը իրենք աջակցություն ունեն Եվրոպայում իշխանությունը պահելու, որովհետև աջակցության կարիք ունեն։ Իրենք աջակցության կարիք ունեն։ Այստեղ մի հատ փոքր disclaimer, ուրեմն ԱՄՆ-ն դուրս է գալիս Եվրոպայի այդ հովանավոր դերից, հա, ինքը ասում է դուք գնացեք ձեզնով ոնց ուզում եք այդ հարցերը լուծեք։ Վերջինս քննարկումների արդյունքում $90 միլիարդ տալիս են Ուկրաինային հենց եվրոպական պետությունների բյուջեներից, Եվրոմիության բյուջեից, այսինքն դա նշանակում է, որ հիմա այնտեղ իրանք շատ խիստ փողի պակաս ունեն։ Հա, ռուսների փողերն էլ են 200 միլիարդը Բելգիայից չկարողացան փոկեն, Բելգիան ասաց մահ գերեզման կանգնած եմ, փողը մնում է դեպոզիտարիայում։ Այսինքն շախման, որ Նիկոլին այն խոստացած $2 միլիոն էին խոստացել 15 թե 20 միլիոն եվրո։ Հա, 15 միլիոն եվրո այդ թեկուզ 20 միլիոն թողնի, դաժե չին կայնալու տան։ Չէ, լավ, դա այնքան չնչին գումար է։ Չէ, կտենաս, հիմա կտենաս ոնց են փակելու, լրատվամիջոցների հովանավորություններն է փակվելու բոլորը։ Զարա, իրականում այդ 20 միլիոնը Կայա Կալասն ու Ուրսուլա ֆոն դեր Լայնը իրանցով էին անելու։ Դա կոռուպցիայի աղբյուր էր։ Ասեմ ինչի ոնց է դա լնելու։ Իրանք ինչ են ասում, օգնելու ենք Հայաստանում ժողովրդավարական, չգիտեմ, արտաքին ազդեցությունը չեզոքացնելու։ Արտաքին ազդեցությամբ չեզոքացնում ենք արտաքին ազդեցությունը։ Լսի, դա տրվելու է ինչ որ եվրոպական կազմակերպությունների, Հայաստանի իշխանություններին խորհրդատվություն իրականացնելու համար։
Դու մտածում ես Skype-ով կզանգենք, կասենք ինչ անեք։ Լսի, տալու են ինչ-որ կազմակերպությունների Եվրոպայում աշխատող, Եվրոպայում գրանցված, Եվրոպայում հարկեր վճարող։ Այո, քաղ տեխնոլոգիական խմբերի, որ գանց տեղ իբր թե հայ ժողովրդի ուղեղը լվանան, բարձա չէ, այդ 20 միլիոնա կամ 15 միլիոնից մի քանի միլիոնը գնալու է այդ եվրո չինովնիկների գրպանը, որտեղ ընդեղ էլ կոռուպցիա կա, ընդեղ էլ ատկացը։ Մի մասն էլ քո ասածի նման հարկերով նորից հետա վերադառնալու եվրոպական բյուջե, մի մասը մնալու է այդ կազմակերպություններին։ Լավ, այդ անցնենք, այդ բանա էլի, դա Այսինքն Եվրոպայությունը հիմա նաև փողի խնդիր ունի։ Ինքը նաև ինքը արտաքին աջակիցներ ունենալու հիմա քիչ ամնում Չինաստանի հետ համագործակցության գնան, այդքան իրենց վիճակը վատ է, էլի։ Զարա, 1945 թվականից այսպես կոչված Եվրոմիությունը, այդ եվրոպական երկրները, հիմնականում արևմտյան Եվրոպայի երկրները, 90 թվականից հետո դրանց միացան արևելյան Եվրոպայի երկրները, նաև մերձբալթյան երկրները եւ այլն։ Դրանք ապրել են հետեւյալ սկզբունքով. կա պապա, Միացյալ Նահանգները եւ կա երեխաներ։ Պապան օգնում է, որ երեխեքը ոտի կայնեն։ Հիմա գիտես ինչ կա։ Տեսականորեն միշտ դա ճիշտ սխեմա է, չէ՞, հիմա երեխեքը ասում են չհասկացնենք, այ պապա, դու մեզնից հրաժարվում ես, այ հայրիկ, դու մեր հայրիկությունից կամ պապայությունից հրաժարվում ես։ Նես չէ, էլի որ փող չունես, դու մենք էլ ապրենք։ Որովհետև իրականում Միացյալ Նահանգները անընդհատ ֆինանսավորել է Եվրամիությանը, որ նաև անվտանգային երաշխիքներ ա տվել։ Նաև, բայց նաև ֆինանսավորել է ոնց արտաքին առևտրի բալանսը միշտ եղել է հօգուտ Եվրամիության։ Այսինքն Եվրամիությունը տարեկան մոտավորապես 300+ միլիարդ եվրոյի ապրանք ավելի շատ է արտահանել Միացյալ Նահանգներ, քան ներմուծել է Միացյալ Նահանգներից։ Այդ 300 միլիարդը անընդհատ մնացել է Եվրամիությունում։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ նույն հոր եւ երեխաների սկզբունքով, ասում է դուք արդեն 80 տարեկան չափահասներ եք։ Հերիքա որ դու պապան ձեզ պահի, հիմա դուք պետքա պապային պահեք։ Ախպեր չէ, չեք էլ ուզում պապային պահեք, պապան իրանա տալիս։ Չէ, իրականում պապան ուզում է, որ իրանք իրան պահեն։ Որը ինչի համար է ուզում, որովհետև ասում է ես սրանից հետո ձեզ ապրանքներ կծախեմ, գազ, նավթ, չգիտեմ, զենք, ամեն ինչ։ Դուք կառնեք, ճիշտ է, ձեր կյանքը ավելի վատը կլինի, քան բանում, բայց դա նորմալ է նաև։ Բայց դա նշանակում է, որ Եվրոպան պետք է լուրջ կրճատումներ անի սոցիալական ոլորտում, հա, որ ճոխ-ճոխ նպաստներով, բանով անհասկանալի խաժամուժ են պահում։ Դա նշանակում է, որ Եվրոպան պետք է լուրջ կրճատումներ անի արտաքին վեկտորներում ներդրումների, հա, այդ իրենց հիմնադրամները, ժողովրդավարության եսին բաստիոնները, բաները կդադարեն այլևս գործունեությունը։ Այսինքն վերադառնալով նորից այդ պրոյեկտը տելով Հայաստանի վրա, պետք է ենթադրենք, որ քանի որ Եվրամիությունը այլևս ուժ չի ունենա այդքան ֆինանսական հնարավորություններ չի ունենա պահել Իրանից կախված վարչակարգերին։ Եվ թանկ հաճույքա բռնապետ պահելը, էլի։ Այո, թանկ հաճույքա բռնապետ պահելը եւ այսպես ասած ընդլայնվելը, եթե մենք Եվրամիությունը նայենք դասական կայսրության իմաստով, ոնց են կայսրությունները քայքայվել։ Սկզբում վերջին կպածներն են փոկվել։ Որովհետեւ ամենավերջինը երևի մենք ենք, էլի։ Եվ ես քեզ մի բան ասեմ, իրականում եթե մեր հետևորդները, իսկ մեր հետևորդների մեծ մասը ես զգում եմ, էլի կարդալով խելացի մարդիկ են, այո։ Ոչ միայն խելացի, նաև բան, էլի իրադարձություններին հետևող։ Եթե դուք հետևել եք, ով չի հետևել, ասենք, որ Տրամպը ինքը Եվրամիության քանդվելու մասին բառացի է հայտարարել։ Ինքը ասել է, որ Եվրամիությունից պետք է անջատվեն Իտալիան, Ավստրիան, Հունգարիան եւ Լեհաստանը։ Եվ Ոչ տարօրինակ ընտրություն է։ Հեչ տարօրինակ ընտրություն չի։ Իտալիան հասկանում եմ, այնտեղ Մելոնիի հետ ինքը լավ հարաբերություններ ունի։ Հունգարիան էլ հասկանում։ Հունգարիան Օրբանն բանի Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունի, որ ասցիլ վերջ։ Ավստրիան եւ Լեհաստանը։ Լեհաստան։ Նայ, իրականում տարբեր տեսակետներ կան, թե ինչի հատկապես այս 4 երկրները, որովհետեւ դա մի հատ շղթա է, որը սկսվում է Լեհաստանից, եթե նայենք Բալտիկ ծովով եւ ավարտվում է միջերկրական ծովով։ Դա Եվրոպան, այսպես ասած, կիսելու ծրագիր է, որը ստացվում է, որ արևելյան Եվրոպան, որը մնում է այդ աղեղից դեպի արևելք,
Ավտոմատ արդեն ինքն էլ է դա դառնում։ Բուլղարիա, Ռումինիա, Ես ենթադրում եմ, որ դա արված է սովետական միության ազդեցության գոտիով, օրինակ նույն Լեհաստանը եղել է Հունգարիան էլ, Ռումինիան էլ, հա։ Իսկ Ավստրիան չեզոք երկիր էր, այնտեղ Իտալիան է, որ ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրամիության այն հնաբնակ երկրներից է։ Իրանք Մուսոլինի տեսած երկիր։ Բայց մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ այսպես ասած նոր աշխարհակարգի հիմքում դրված է Եվրամիությունը կտրելու եւ մասնատելու տարբերակը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այն իդեա ֆիքսը, թե մենք իբր մտնում է Եվրամիություն, այո։ Իհարկե կա մի հատ sense տեսակետ, որ իբր թե դե հիմա տեսեք Տրամպին ընդամենը 3 տարի ժամանակ է մնացել եւ այդ 3 տարի ժամանակից Տրամպից հետո ես կարամ վանգայություն այսօր ես անեմ, ենթադրում եմ, որ Տրամպի վարչախմբից ինչ որ մեկն է լինելու հաջորդը։ Ես վստահ եմ Վենսի մասին եմ խոսում։ Դե հնարավոր է, ես չեմ ուզում այդպես բան անեմ, շատ հնարավոր է, բայց ամերիկյան քաղաքականությունը դա չի պայմանավորված անձերով, պայմանավորված է շատ ավելի խորքային բաներով եւ ավելի երկարաժամկետ բաներ պարունակումների մեջ, քան մի նախագահի թեկուզ 2 ժամկետը իրար վրա, էլի։ Լավ, եւ վերջի գրառմանը անդրադառնանք մեր հետևորդներից մեկի, ասում են ավետիսը դու չես զգում, որ զառան քեզ անընդհատ հուշում է, թե ինչպես է գալու Նիկոլ Փաշինյանի վերջը եւ մարդիկ նկատի ունեն, որ դա նրա սպանությունն է։ Ուրեմն ես ուզում եմ երկու բան ասել սպանության մասին։ Մենք դեմ ենք բռնությանը։ Նախ ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, քրիստոնյա եմ, իսկ քրիստոնեության պատվիրաններից մեկը մի սպանիչն է։ Ես համոզված եմ, որ չարիքը ծնում է չարիք եւ չի կարա մարդ սպանելով բարիքի բերենք։ Դա զուտ այս բարոյական բանով։ Եվ հիմա ասենք զուտ քաղաքական հարցի քաղաքական կողմին կամ այսպես ասած, լավ, ենթադրենք սպանվել։ Ինչա ձեր կարծիքով Հայաստանում քաղաքականությունը մի անձով պայմանավորված։ Ասենք Նիկոլ Փաշինյանին վաղը մի բան պատահի, եթե նույնիսկ չսպանվի, ասենք ինչ որ այն աղքն էլ հոչի սպանվելու։ Նրան կբերեն։ Լսի, այնքան այդպես մարդիկ կան։ Գրիգորյան, Արմեն Գրիգորյան։ Լսի, ախր մի մարդ չի։ Հիմա ուզում ես մի 10 հատ անուն տամ։ Թուրքիայի շպիոնները շատ են։ Գոնե արդեն բացահայտված։ Հա, խորհրդարանի կողմից, ասենք մեկը կընտրվի բան։ Ասենք Ռուբեն Ռուբինյանը։ Խնդրում եմ ասեք, բանը Հայկ Կոնջորյանն է, չգիտեմ, Արթուր Հովանիսյանն է, Վահագն Ալեքսանյանն է։ Մեկը մեկից լավն են, այն որը լստես ու լացը։ Հա, ասենք ուզում եք 20 հատ անուն տամ, դուք կհամոզվեք, որ ասենք մի մարդու բանով փոփոխությամբ լսեք Նիկոլ Փաշինյանը ընդամենը դա մի հատ հավաքական կերպար է, դա նենց չի որ դրա ինքը իրականացնում է մի հատ քաղաքականություն, որը թելադրվում է իր ճշնամիների կողմից։ Իր դրածոների կողմից։ Լսեք, կարող է Նիկոլ Փաշինյանին փոխարինի մի հատ ուրիշ մեկը ավելի խայտառակ վատը ըլնի, հենց իր խոսքը իր թիմի մասին է, էլի։ Ես նկատի ունեմ, Անդիմադիրների մասին չէ, խոսքը այո, ընդդիմադիրների կամ դոր իշխանության մասին չի։ Նոր բանը, ես համոզված եմ, որ ավելի վատն ալնելու։ Նոր Նիկոլ Ադամվատ ավելի վատ ալնելու։ Գիտես ինչի համար ավելի վատ լինելու, որովհետև ինքը որովհետև իր թիմում Իրանից խելացի մարդ չկա։ Ոչ միայն այդ։ Ոչ միայն այդ գլխավոր ֆակտորն է, բայց ես կզասեմ։ Ու բանը Իրանից հայրենասեր մարդ չկա։ Եթե իրան կարելի է ինչ-որ ձև հայրենասեր համարել։ Չէ, ուղղակի ես կարծում եմ, որ իրան ով որ փոխարինի տերերի մոտ ցույց է տալու, որ ինքը ավելի Նիկոլ է։ Հա։ Որ դու չես զգացել, որ իր թիմի ներսում պայքարա գնում, թե ով է ավելի Նիկոլ։ Սարսափելի բան է։ Սարսափելի։ Այն որ ասում են, մենք Նիկոլից հետո կյանք չունենք։ Ուզում ես տասը դում։ Չէ, կամ սկսում են Նիկոլի ասածները բան անել, արդարացնել կամ մեկնաբանել, այո։ Հա։ Դու պարզ է, չէ, որ եթե հասարակությունը ինքը չի պայքարի չի մերժում Նիկոլի երևույթը, այդ պարագայում մենք էլի նոր Նիկոլներ կարող ենք ունենալ։ Իհարկե, եթե չի մերժում Նիկոլիզմը եւ չի ձևավորում ավելի արդար իշխանություն, մնում է իշխանությունը մնում է այսօրվա տերերի ձեռը, այդ տերերը նշանակել են մի հատ ուրիշ Նիկոլ, Նիկոլ 2, 3, 5, 10, այդպես Նիկոլներ
տասնյակներով չէ, հարյուրներով չէ։ Ոչ մի մահ մեզ չի փրկի։ Այստեղ մենակ բաննա պայքարը կփրկի։ Մի հատ փոքրիկ հիշեցում անեմ, տեսնեք, ավետիսի ինչ ուշով հետևում է ձեր մեկնաբանություններին։ Դա ինչ է նշանակում, որ անպայման մեզ պետք է ներքևի հատվածում մեկնաբանություններ գրել։ Բաժանորդագրվեք, եթե դեռ չեք հասցրել դա անել, ինձ թվում է մեր հաղորդումները հետաքրքիր են ու դրանց մասին ձեր ինֆորմացիան առաջինը կհասնի։ Եվ կարող եք լայք կամ թեկուզ դիզլայք դնել, օրինակ կարող է քո հետ էլի համաձայն չեն մարդիկ։ Թող առարկեն մեկնաբանություններով։ Ես չեմ ասում, որ ես բան եմ, էլի, նենց իմաստության ակունք եմ կամ ամեն ինչ գիտեմ կամ չգիտեմ։ Ես այտենց ամբիցիաներ ինձ թվում է նաև դու, մենք այտենց ամբիցիաներ չունենք։ Մենք ուղղակի գիտեք ինչ, մենք ունենք տեսակետ եւ այդ տեսակետը մենք ունենք փաստեր, որոնք փորձում ենք վերլուծել։ Եվ ունենք տեսակետ, դիրքորոշում, որը ներկայացնում ենք։ Մեր դիրքորոշումը պրոստը հայամետ դիրքորոշում է, ուրիշ բան չի պարունակում իր մեջ։ Մարդիկ իհարկե մեզ հետևողների մի մասը կարա մեզնից շատ ավելի լավ վերլուծի կամ վերլուծի ավելի ճիշտ եզրահանգումների գա մի մասին ուղղակի հետաքրքիր է մեր տեսակետը։ Ես էլ եմ ասում, ես չեմ հավակնում տենց ամենավերջի ճշմարտությունը իմացողի բանին։ Համես Դավեթիս։ Չէ, բայց իրականում ինձ թվում է սա այնքան բարձ տարական, ասենք, չգիտեմ, այբուբենի մակարդակի ճշմարտություններ են, որ այստեղ առարկության թեմա էլ չկա, էլի։ Հիմա անդրադառնանք այն քո ասած նվերներին։ Մեկը սկսենք վերջից։ Տիկին Քույնը։ Հա, դե Քույնի մասին ասեցինք, Քույնի մասին ասեցինք, որ դա նշանակում է ամերիկյան։ Բայց դա նշանակում է, որ Նիկոլը էլի գնացել է նախրի մեջից, էշի ճակատնապաճել։ Դու հասկանում ես ամեն անգամ ինքը սխալ ընտրություն անում։ Ասենք, չգիտեմ, ռուսին մերժում ընտրում է եվրոպացուն են պահին, երբ որ ռուսն ու ամերիկացին իրար հետ սկսում են համագործակցել ու ուժեղանում են, եվրոպացիք թուլանում են, քանդվում են, այնտեղ անհասկանալի է ինչ է կատարվում, չգիտեմ, հետո բոլորին մերժում ընտրում է Էրդողանին ու Ալիևին, այն պահին, որ սրանք սկսել են թուլանալ, այն ազդեցությունը արդեն չունեն Ուկրաինայի պատերազմով պայմանավորված ինչքան ունեին մի քանի տարի առաջ, ամեն անգամ ինքը սխալ ընտրություն անում են, հայի հետին խելքն է։ Չէ, իրականում նայ, Նիկոլին թվում է, թե ինքը շատ չափազանց ճարպիկ է, որտեղ նրա գիրկը թռնելով։ Բոլորի գիրկը կարող է թռնի, օրինակ տես, հիմա այսօր ինքը հենց Մոսկվա, Սանկտ Պետերբուրգում գնացել է, բարի բանով անչա Վլադիմիր Վլադիմիրովիչին շնորհակալությունները հայտնել, ժպտացել, ծիծաղել։ Լուկաշենկոն էլ բանը իր բանարը շոյելա գլուխը ասելա, լավ ելույթ ունեցար, կոնստրուկտիվ ապրես։ Սա սարկազմ, էլի սարկազմ, ուզեցել է ասի, դե ահագին փոխվել ես, խելոքացել ես, էլի։ Խելոքացելը չէ, ռուսերեն խոսալ ես մի քիչ սովորել, այդքան սխալ չես անում։ Բացի չէ, ռուսերեն խոսելուց բացի, այնքան ես խելոքացել, որ արդեն նոր տարի է շնորհավորում։ Նոր տարի է շնորհավորում, արդեն մեզ մոտիկացել ես, էլի քո մեր միջավայր անգամվապես չես ասել չեմ կարագամ զբաղված եմ։ Իմ ընդվարում Ալիևը չէր գնացել էս Պիտերի հանդիպման։ Ու դա էլ այն որպես Ռուսաստանի իշխանությունները դա որպես ազդակ են ընկալում, որ Ալիևը փորձում է իր արտաքին քաղաքական վեկտորը փոխել, հա, դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակից։ Նայ, իրականում մենք ուրախ ենք։ Իրականում մենք ուրախ ենք։ Չէ, նայ, իրականում Ալիևը եւ Ադրբեջանը վաղուց են Ադրբեջանը վաղուց է իր արտաքին քաղաքական վեկտորը փոխել եւ ընտրել մեծ եղբոր Էրդողանին։ Այո, իհարկե, մեծ եղբորը Էրդողանին է ընտրել։ Դրա մեջ որևէ գաղտնիք չկա։ Ալիևին խանգարել է մի հանգամանք, վերջնականապես, որ իրանք կպած չեն։ Այո, Всё, ապրես։ Զանգեզուրի միջանցքը եթե լինի, իրանք այդ խնդիրը չունենան հաղորդակցվելու, այսինքն այդ տարածքը իրանց տիրապետության տակ լինի, իրանք կարան երկու իրար գրկեն, հավերժ ապրեն։ Միանշանակ։ Բայց այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա։ Արդյոք կգրկեն։ Ես կանխատեսում եմ, որ ոչ։ Այստեղ նայ, մի կողմից Թրամփ-Պուտին համագործակցությունը շատ հետաքրքիր հեռանկարներ է բացում, թեկուզ TTIP-ը բացվի, դա նշանակում է, որ Ռուսաստանի մասնակցությունը ներկայությունը այդտեղ լինելու է։ Այսինքն չի կարա Թրամփը իր նոր ընկերոջը Վլադիմիրին ասի, այս մի կտորը ես մենակով եմ տնօրինելու, այն էլ ես չեմ տնօրինելու, ինչ որ մասնավոր ընկերություն է տնօրինելու ու նենց հանելու, որ Ալիևի սրտով լինի։ Մյուս կողմից, եթե Ալիևը տենց դիմել է Պահարզանի, հա, Ռուսաստանի հետ ասում է, մենք այլևս ման չենք սիրում իրար, պիտի բաժանվենք, ես գնում եմ դեպի Էրդողան, դեպի, չգիտեմ, ուրիշ
համակարգեր, դա նշանակում է, որ Ռուսաստանին ուղղակի անհրաժեշտ է Հայաստանում ազդեցության ավելացումը, հա, այն վարկանիշը, որ իրանք պատերազմից հետո կորցրել են Արցախը չպահելու պատճառով, հիմա պիտի փորձեն հետ վերադարձնեն։ Ես վստահ եմ, որ թրիփը չի լինելու, էլի եմ ասել, ստեղ որ թրիփը չի լինելու։ Կարա ինչ-որ տենց համատեղ ծրագիր լինի թրիփը, էլի, ռուս-ամերիկյան թրիփ լինի։ Ռու թրիփ։ Նայ, եթե ամերիկացիները տիրանում են Վենեսուելային, իսկ իրանք շատ մոտ են դրան, որովհետև դու տեսնում ես, որ արդեն Վենեսուելայի համարժեք ախր Ուկրաինան է։ Դե հետ եմ ասում։ Նայ, Վենեսուելան նավթի նենց մի հատ ահռելի պաշար է, որը ամերիկացիներին թրիփը պետք էր ընդամենը միջին Ասիայի նավթը եւ գազը Եվրոպա տեղափոխելու եւ դրա վրա բիզնես Իսկ անելու այս տարածաշրջանում ազդեցություն ունենալու, ներկայություն ապահովելու Ընդհանրապես իրանց կարծում եմ դա այնքան մանր բան է, այնքան մանր բան է։ Ռուսաստանի ֆորպոստի Եթե իրանք նավթի Վենեսուելայի հսկայական պաշարին տիրապետում են, սա ասելու են ձեր այդ մնացածը ձեր քեշ։ Լսի, ախր այդ նավթն ու գազը տեղափոխելը այնքան ծանր խուճուճ պատմություն է, դու մի հատ պատկերացնում ես, ասենք, ահա, Կասպից ծով, երկաթուղի, մի հատ որ այդ ճանապարհը նայես, Սա անիմաստ է այդքան, լոգիստիկան ավելի թանկ կնստի, քան Քան ասենք Վենեսուելայի ափերի մոտ կանգնացնում ես բանը, մեծ այդ սուպեր տանկերները նավթով բեռնված, Այստեղ ուզում եմ կանխատեսել Էրդողանի ու Ալիևի ճակատագիրը։ Այդ պարագայում։ Որովհետև ՆԱՏՕ-ն որպես այդպեսին, ինձ թվում է նաև ՆԱՏՕ-ն է որպես այդպեսին դադարում գոյություն ունենալ։ Եթե ամերիկյան այդ անձրևանոց անվտանգային չկա ՆԱՏՕ-ի տեսքով, ինչ իմաստ ունի ՆԱՏՕ։ Ես չեմ կարող ասեմ ՆԱՏՕ-ի իմաստը իրականում չի վերանալու, որովհետև վերջը եվրոպացիները մտածելու են կոլեկտիվ պաշտպանության մասին, թեկուզ առանց Միացյալ Նահանգների, որովհետև եվրոպական երկրները առանձին դժվար է իրանց պաշտպանել եւ իրանք ինչ որ եթե ոչ ՆԱՏՕ-ն ինչ որ ֆորմատ գտնելու են համատեղ պաշտպանության ֆինանսական մասնակցություն պիտի ունենան դրա մեջ, որը իրանց ներքին բանի լսարանի կողմից հաստատ կմերժվի։ Նայ, ես չգիտեմ, դա իրանց ներքին գործն է, չեմ կարող ասել թե իրանք Թուրքիայի մասին։ Արի Թուրքիա եւ Ադրբեջանի մասին։ Եթե դու նկատել ես, ես ուզում եմ մի հատ թեմայի մասին խոսենք, մինչև Թուրքիա-Ադրբեջանին անցնելը, դա այսպես կոչված բենզինի այդ տեղափոխման մասին է, որը շատ ադրբեջանական բենզինը այսօր հետ վաճառվում է Երևանում։ Շնորհավորում եմ։ Հայ գործարարները հույսով եմ դժոխքում իրենց տեղերը կգտնեն։ Ես ուզում եմ, որ դա փոխկապակցված է Թուրքիայի ու Ադրբեջանի հայկական քաղաքականության հետ։ Այս շաբաթվա ընթացքում, եթե հիշում ես, Էրդողանը եւս հայտարարեց, որ նոր տարուց հետո որոշ սիմվոլիկ խորհրդանշական քայլեր կառնեն Հայաստանին, նկատի ունենալով երևի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը։ Գոնե մասնակի։ Նայ, ինչի տեղի ունենում այս փոփոխությունը, ինչի Ադրբեջանը սկսեց բենզին ծախել Հայաստանին, ինչի թողեց, որ իր տարածքով ղազախական ծորեն գա, անասնակերը։ Դասի այնքան ես այդ բանի հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետև մենք միշտ այդ որակի ծորեն ենք առել։ Իրականում Հայաստանը Մեր Լուսինե Պետրոսյանը շատ լուրջ ուսումնասիրություններ արել, որ դա ուտելը ուղակի վնասակար է, 4-րդ կարգի ծորենը, որը արդեն իր մեջ ոնց որ բորբոստնած է, դա միայն անասուններին կարա համապատասխանի։ Ուրեմն ձեր Լուսինե Պետրոսյանը սխալ վերլուծություն արել իմ կարծիքով սխալ վերլուծություն արել։ Չէ, սրանք ասում են 3-րդ է, ուղակի այնտեղ ասում են 4-րդ։ Ծորենի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կարգը կապ չունի բորբոսվածության հետ, ընդհանրապես կապ չունի։ Դա ծորենի այդ առաջինից 2-րդ, 3-րդ, 4-րդ, նույն 5 էլ կա, 6 էլ կա, ես քեզ ասեմ, կարգեր կա։ Եթե անձրևի տակ ամնում 4-րդ հավերած։ Ոչ։ Դա ես քեզ այդ նյութերը կուղարկեմ հետո կքննարկենք։ Ես հիմա ուղղակի մի բան ասեմ ու դրանով ավարտենք։ Ծորենի կարգը կապված է դրա մեջ արկա
բանի, սպիտակուցի եւ այսպես կոչված կլեյկավինայի, որը գլուտենի, այո, պարունակությամբ։ Եվ դա կախված է թե ինչ սորտի ցորենա ցանվում եւ ըստ դրա ինչ ցորենա քաղվում։ Հիմա ինչի են ուղարկում այդ ցորենը, դու այդ ասում։ Որովհետեւ այդ ցորենը շատ էժան է, առաջ Չէ, ադրբեջանցիները ու Թուրքիան ինչի համար են այս ամեն ինչը։ Նայ, անցնենք առաջ։ Ինչի Ադրբեջանը սկսեց մեղմացնել իր քաղաքականությունը եւ մեղմացնել։ Այո։ Դու տենց ես գնահատում։ Հայաստանը գրավելու քաղաքականությունը մեղմացվեց։ Իրանք առաջ ուզում էին Հայաստանին նվաստացնեին մինչև վերջ։ Հիմա են ուզում, բան չի փոխվել։ Հետո նոր գրավեին, հիմա որոշել են, որ պետքա միանգամից գրավել։ Ինչի փոխվեց քաղաքականությունը։ Նայ, մինչև օգոստոս ամիսը, երբ որ ստորագրվեց այդ թրիփը եւ այլն, օգոստոս-սեպտեմբեր ամիսը, Ադրբեջանին ու Թուրքիային թվում էր, որ իրանք համենայն դեպս ամերիկացիների ճնշման արդյունքում կարողանալու են հասնել այսպես իրանց երազած Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Անունը կդնեն, չգիտեմ, թրիփ, չգիտեմ, Զանգեզուրի միջանց, թե ուրիշ որևէ բան, բայց իրենք կարողանալու են դա անեն։ Լսի, սեպտեմբերին եւ հոկտեմբերին այդ ընթացքում պարզ դառավ, որ չնայած ստորագրված փաստաթղթին, միևնույնն է, ռուսների դիմադրությունը այնքան մեծ է, ռուսների հայտարարությունները եւ այլը այն որ Մինչեւ հիմա այդ հայտարարությունները կան։ Իրանք պարզ ասում են, որ Հայաստանը մեր մասնակցությանը այդտեղ չի կարող ոչ մի բան բացվի։ Всё։ Եվ իրանք հասկացան, որ Ռուսաստանի դիմադրությունը հաղթահարել, նույնիսկ ամերիկացիների աջակցությամբ չեն կարողանա, իսկ դրանից հետո տեղի ունեցավ նաև այդ ռուս-ամերիկյան մերձեցումը, այսինքն իրանք հասկացան, որ ամերիկացիներին ու ռուսներին իրար դեմ լարելով, իրար հետ թշնամացնելով, նույնիսկ այդ միջանցքը ռուսականության քաղաքականության շրջանակներում էլ հնարավոր չի, էլի։ Հիմա իրանք մտածում են, որ պետք է սկսել Հայաստանը տնտեսապես գրավելու քաղաքականություն։ Ոնց որ կարել են Վրաստանի մի մասի հետ։ Հիմա մարդիկ ինչ են ասում, այդ բանի, ես ուզում եմ կոնկրետ անդրադառնամ բենզինին։ Իշխանությունը փորձում է դա ներկայացնել ձեռք բերում, ասում են դե տեսեք բանը, դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսական ներմուծությունը։ Նայեք, 130 տոննա բենզին է գալիս։ Մի տոննա բենզինի արժեքը մոտավորապես միջին շուկայական գինը 95 մարկայի բենզինը, չէ՞, արժի $1000։ Դա ստացվում է, որ Հայաստանը արդեն $1,300,000 գումար է փոխանցել Ադրբեջանին, վճարել է դրա դիմաց։ Ընդ որում Սոկարը ուղիղ ֆինանսավորում է ադրբեջանական բանակը, այդ հայտնի փաստ է, էլի։ Զինվաճուժերը։ Լսի, դա պետք։ Չէ, նաև ծրագրեր ունեն բան զինվաճուժ։ Դա պետական կազմակերպություն է, Ադրբեջանի հենց այդտենց էլ կոչվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերություն։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը այդ հարկերը վճարում է նաև պետությանը եւ այդ ամբողջ եկամուտը ստացած գնում է պետությանը, այսինքն գնում է Հայաստանի դեմ տարվող բանին։ Նիկոլ Փաշինյանը եւ այդ մարդիկ, ովքեր օգնում են այդ հայ գործարարները, այն որ 2 կոպեկ աշխատելու համար ադրբեջանական բենզին են ծախում։ Նրանք Ադրբեջանի հերոսներ են, ըստ Նիկոլ Փաշինյանի բաների։ Նիկոլ Փաշինյանը կարա շնորհվի Նիկոլ Փաշինյանի շնորհվի Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան մեդալ օրինակ։ Հիմի լսեք, ինչ որ իմաստով Նիկոլ Փաշինյանը օրինակ երեք Սանկտ Պետերբուրգում միած sense արտահայտություն արեց։ Ասում է սա կնպաստի երկկողմանի փոխշահավետ առևտրին։ Բա մենք ինչ ենք տանում Ադրբեջան։ Հարցնել ամոթ չլինի։ Հենց այդ է։ Ադրբեջան մարգելված է, չէ՞, հայկական նավթատրանքը։ Իհարկե։ Այսինքն առևտուրը, տես, առ եւ տուր, չէ՞, բանը։ Այսինքն մի բան դու տալիս ես։ Այսինքն Ադրբեջանը Հայաստանը վերածվում է իր ապրանքների իրացման շուկայի։ Երբ որ խոսում են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մասին, ընդ որում դա հիշատակեցինք նաև Եվրոպայի ու Ամերիկայի փոխհարաբերությունների կոնտեքստում։ Այնտեղ 300 միլիարդ եվրոպացի քին շահում, ստեղ շահելու է Ադրբեջանը։ Ու հələ այնտեղ եթե Ամերիկայի Գոնե իրար դեմ պատերազմող չեն։ Չէ, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եվրոպական շուկան փակ չի։ Հա։ Փակ չի։ Ուղղակի ստացվել է նենց, որ
եվրոպական Ուղղակի իրանք դες բան չունեն, որ եվրոպացիք պատրաստ են առնել, էլի այդքան շատ չունեն դա։ այդքան շատ չունեն կամ այդքան շահագրգռված չեն։ Համել հեռու է։ Լսի, ունդեղ ուրիշ պատմություն է։ Ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի մի հատ արտահանման ապրանք, որը բոլորին արտահանում է։ Դա դոլարն է։ Դրանով դիվերսիֆիկացնում է բոլոր բաները, կորուստները։ Եվ իրականում, Զարա, իրականում այս ամբողջ պատմությունը այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի ու մյուս երկրների միջև բանի այս ամբողջ մաքսատուրքերի բանի պատմության պատճառը այնա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացել են, որ իրանց այդ միակ ապրանքը իրանց հիմա իրանց թշնամին է, բայց մենք արի դրան չանդրադառնանք։ Հա, այդ հետո։ Հիմա դուք պատկերացնում եք Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանը վերածեն իրանց գաղութային կցորդի, ոչ միայն Հիմա ես մի հատ Նիկոլ Կլականի բանով կոնցեպտով քեզ հակադարձեմ, հա, եթե դեմ չես։ Ադրբեջանը ավելի մոտիկ է, ադրբեջանական բենզինը ավելի էժան է, հիմա հայ մարդն էլ տանջվելով, տառապելով իր քրտինքով 2 կոպեկ փող աշխատում, խի պետք է բենզինի համար ավելի շատ փող վճարի, չգիտեմ, ասիր 1000 դրամա ինչքան է, չգիտեմ հիմա ինչքան է, բենզինից մեքենա չեմ քշում, բայց կգնա էժան ադրբեջանականը, ում է դրանից վատ։ Նայ, նախ բենզինի գինը Ադրբեջանից բերելու պայմաններում չի էժանանա, որովհետև կա միջազգային բենզինի միջազգային գին, կա հարկման դաշտ եւ այլը եւ այլը։ Նայ, այսինքն Բայց դեպքում կբոյկոտեն չեն գնա, չեն առնի ադրբեջանական բենզինը։ Նայ, բայց իրանք գաղտնի են պահում, չէ՞, որն է բանը, իրական ձեռքբերողը ով է։ Դե հիմա արդեն համացանցում տարածվում են այդ լուրերը ով է։ Դե գրում են, որ Խաչատուր Սուքիասյանի Ռանոյլերն է։ Ես կարծում եմ, որ այդտեղ խաբեություն կա։ Իրականում Ռան ռուսական բենզինն է, իրենք ուրիշ տեղ են լցնում։ Ռան օյլը շատ փոքր ցանց ունի, շատ փոքր ցանց։ Եթե դուք նայեք այնքան փոքր ցանց, որը դժվար է այդ բենզինը այդ քանակ, ու կարող է իրացվել, բայց ինձ թվում է հատուկ խափում են եւ ինչ որ ուրիշ տեղ են տանում։ Հնարավոր է, որ Խաչատուր Սուքիասյանը այլ բենզինի, բենզալցականների ցանց ունի, որովհետեւ Գարսն էր իր անվան հետ կապվում։ Այդ սենց ուժեղ ընդլայնվող ցանց կա։ Ես չգիտեմ։ Ամեն դեպքում հիմա ամենաանվտանգը ֆլեշից առնելն է, իսկ Ես չգիտեմ, ամենաանվտանգը A92 տեսակի բենզին առնելն է, որովհետև հա 95-ն են Լսի, ԿՊ-ական ասեցի, հիշեցի, ԿՊ-ական մի հատ падգամավոր, որը ողբալիորեն ասեմ, ցավալիորեն ասեմ, մեր նախկին գործընկերն է, անունը չեմ էլ ուզում տամ, ստեղ ինչ է գրում։ Ասում է դուք ասում եք ադրբեջանական բենզինը սենց Ադրբեջանի տնտեսությունը բան, ես էլ ձեզ կարամ ասեմ, որ այդ բենզինը մենք բերում ենք մեր բանակի համար։ Դեբիլ։ Դեբիլ։ 95 բենզինը բանակում ի՞նչ են անում։ Դեբիլ։ Դու պատկերացա, դու մեքենա չունես, կին ես, բանակում չես ծառայել։ Չնայած ես վստահ եմ, որ այդ երևույթն էլ է, մեքենա չունի, կինը մեքենա ունի, չէ, կին տղամարդ է, բանակում չի ծառայել ուղղակի, մեքենա էլ ունի։ Լսի, չէ, կա իհարկե բանակում A95 սպասարկող։ Դե երևի չգիտեմ, բնը նախարարի մեքենան։ Եվ սպասարկող, հա, այդ փոխնախարարների բանի, այդ թանգանոց բաները, էլի, մի 2-3 Այդ Պապիկյան Սուրոյի համար եք բերել այդ 1300, ինչքան է։ 1300 տոննա։ 1300 տոննա, տենց էլ ասեք մենք դեմ չենք։ Այսինքն ստացվում է, որ ադրբեջանական բանը, պետությունը, պաշտպանության նախարարի ու իրան սպասարկողն ու այդ նախարարության աշխատակազմի համար, բայց դա բանակի եւ երկրի պաշտպանության հետ կապ չունի, ճիշտ հակառակը։ Այդ մարդիկ սպառնալիք են մեր երկրի պաշտպանությանը եւ բոլորը հասկանում են։ Այդ գնով ես իմ քանի հատ դրոն առա։ Եվ ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիային, Զարա ջան, մեր բենզինի ներկրումները միշտ դիվերսիֆիկացված են եղել։ Այսինքն բոլորը իմացել են։ Մենք Իրանից ու Ռուսաստանից ենք, չէ՞, ներկա։ Նաև Եվրոպայից, Ռումինիայից, Հետո Բուլղարիայից։ հետաքրքիր բան էլ կա, ես էլ ասեմ ու երևի թե գնանք արդեն եզրափակման, դու գիտես, որ Ադրբեջանը բենզին չի արտադրում։
Դե Ադրբեջանը իրականում ասում են, որ բենզին արտադրում է, Չէ, այսինքն նավթը արտահանում է, ինչ որտեղ վերամշակվում է, հետա գալիս արդեն բենզինի տեսքով, իսկ ինքը սեփական արտադրություն ունեն բենզինի արտադրություն, ուղղակի ես վստահ չեմ, բայց լսել եմ, որ իրանց սեփական բենզինի արտադրությունը իրանց չի բավարարում եւ արտահանելու ենթակա չի, էլի։ Չէ, ավելի շատ պահանջարկ ունեն, քան իրանց արտադրությունը եւ իրանք բենզինի ինչ որ մի մասը ներմուծում են։ Ստեղ գիտես ինչ կարող լինի, ինչ ֆակտոր կարող է աշխատի, որ իրանց մոտ ուղակի A95 բենզինի ավելցուկ կա, որովհետեւ A95-ը գիտես։ Իսկ չի կարող լինի, որ դա ռուսական վերամշակված բենզինն է։ Կարող եւ Կանայք տուպը եւ բանից Ռուսաստանից բերեն։ Մի հատ ուրիշ պատճառ կա, որ ռուսական չի։ Ռուսաստանի նավթա վերամշակման գործարանները ուկրաինական ռմբակոծությունների եւ Ռուսաստանում հիմա բենզինի կրիզիս կա, Ռուսաստանում օրենսդրական մակարդակով բենզինի արտահանումը արգելված է։ Այսինքն Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է բենզինի վաճառքը այդ բաներին դրսի դեպի արտահանողներին։ Եվ լսի լավ ուրիշ բան մեզ դա հետաքրքիր չի Ախպեր հա փողը մեկը գնում է Ադրբեջան ռուսականա թուրքականա ինչականա մեկը գնում է դրան Մեզ հետաքրքրում է մի բան որ սա երկկողմանի առևտուր չի սա միակողմանի Ես վստահ չեմ որ երկկողմանի դեպքում արժեր ամեն դեպքում չարժի էլի Զարա ես չգիտեմ երկկողմանի դեպքում արժի չարժի բայց մենք ունենք մի հատ փաստ որ սա երկկողմանի չի։ Լսի գաղութային երկրները պետքա մարդիկ մեզ հետևողները շատ լավ գիտեն ինչա գաղութ եւ ինչա մետրոպոլիա։ Գաղութը դա մետրոպոլիայի համար սպառնա շուկա է։ Այսինքն անգլիական գաղութները միշտ սպառել են անգլիական արտադրության ապրանքներ։ Հնդկաստանից սկսած հավաքել են տարել են Լոնդոն Ապրանքները, էժան ապրանքները բերել են, ծախել են իրանց վրա, Բրիտանիայում զարգացել է արդյունաբերությունը, չգիտեմ, տնտեսությունը, այնտեղ զարգացել է բանը, սպասարկումը եւ առևտուրը։ Հիմա, երբ որ Թուրքիան է ուզում բացի սահմանը, նույն լոգիկայով ուղղակի ուզում են Հայաստանի տնտեսական բանի ենթարկեն, էքսպանսիայի ենթարկեն։ Այդքան մի բան, ամբողջ աշխարհի պատմությունը, հատկապես արդյունաբերական հեղափոխությունից հետո, երբ որ ստեղծվեցին մեքենաներ, սարքավորումներ, եղել է պայքար բանի համար, շուկաների համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ ադրբեջանցիները գրավում են հայկական շուկան։ Դու պատկերացնում ես, ասենց դեգեներատիզմ անհնար է պատկերացնել։ Անհնար։ Հասկանում ես, դու քո շուկան տալիս ես ուրիշի։ Հələ մի բան էլ համարում ես, որ դա լավ նշան է։ Լսի, հիմա կասած, ռուսներն էլ էին։ Լսի, ռուսները ներմուծում են, ենթադրենք, կամ չգիտեմ։ Բայց մենք էլ ենք էլի ամբողջ ինչ ունենք, արտահանում ենք Ռուսաստան, էլի, ուրիշ համարատեղ չենք տանում։ Իհարկե, ուզում եմ ասեմ, դա իսկապես փող շահավետ առևտուր է, փող շահավետ։ Ես բանն եմ խորհուրդ եմ թող Նիկոլ Փաշինյանը իր կառուցողական ընկերոջը համոզի այնտեղի սահմանափակումները հայկական արտադրանքի վրա հանվեն, որ մենք էլ կարողանանք, չգիտեմ, կարող լավոշ խաղող ենք ուղարկում, պետք կլինի։ Զարա ջան, ամփոփելով ուզում եմ մի բան ասեմ։ Այս իշխանությունը, տես մենք Բաքվի բանտերում դատվող մարդիկ ունենք, մեր հայրենակիցները, մեր հայ եղբայրները, անկախ իրանց հանդեպ ունեցած տարբեր մարդկանց վերաբերմունքից, այդ մարդիկ հայեր են Իսկ մենք նրանց ընկալում ենք որպես մեր եղբայրներն են։ Նա լսի, իրենք գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Բայց ես մի բան ասեմ։ Հայաստանի իշխանությունը եւս գտնվում է ադրբեջանական գերության մեջ։ Ադրբեջանա-թուրքական գերության մեջ։ Ուղղակի ինձ թվում է իր գերությունը բան է, էլի հոժարակամ է։ Զարա։ Նրանք դուրս գալու հնարավորություն չունեն, սրանք ունեն։ Զարա, հիմա քեզ մի հատ էլ բան ասեմ։ Երբ որ մեկը մեկին սարքում է նարկոման, էլի, ասենք, ինչ որ սրանք իշխանության նարկոման են։ Լսի, ինչքան ուզում ես դու բացատրի նարկոմանին, որ բանը նարկոտիկի ազդեցությունը մարդու համար շատ վատ է, շատ վտանգավոր է, բան, չէ՞։ Ինքը միևնույն է չի կտրվում, որովհետև ինքը դրանից հաճույք է ստանում։ Այս մարդկանց բերանը ընկել է այդ նարկոտիկի համը, իշխանության այդ վայելքի էլի։ Ու այս մարդիկ կամավոր չեն կարանալու բան անեն,
ազատվեն։ Այս մարդկանց իշխանությունից հեռացնելը Մշտական աջակցությունը նմանա նրան, ոնց որ նարկոմանին տանում են հարկադիր բուժման։ Իշխանության նարկոմաններին հարկադրաբար բուժման տանելով, մենք իրանց ազատում ենք տառապանքներից։ Լուրջ տառապանքներից, այսինքն իշխանափոխությունը դա նաև մարդասիրական ակտ է այս մարդկանց նկատմամբ, որովհետև էլի եմ ասում, որևէ դու որ հարցնես որևէ նարկոմանի, ինքը չի գիտակցում իր հետ տեղի ունեցողի վտանգավորությունը։ Միայն շրջապատն է դա տեսնում եւ գիտակցում։ Ընտիր, այս թույն նոտայի վրա պիտի այսօր հրաժեշտ տանք, շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք, ներքևի հատվածում չմոռանաք մեզ մեկնաբանություններ գրել, կարող եք ձեր արձագանքները, համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել, խնդրում եմ բաժանորդագրվեք, այդ մեթոդով YouTube-ը ավելի մեծ լսարան է մեզ ապահովում։ Եվ լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։ Խոստանում ենք, որ սրանից հետո երևի միշտ կանդրադառնանք մեկնաբանություններին։ Հաստատ։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության փաստաթղթի։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյան բա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։